Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ողջույն պարոն Մեհրաբյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մեհրաբյան, օրերս տեղի ունեցավ արցախցիների հանրահավաքը, որը իհարկե առաջին հերթին նվիրված էր նրանց սոցիալական հարցերին, խնդիրներին, եւ ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ մարդիկ տեղահանված, բռնի տեղահանված մարդիկ իրապես ունեն սոցիալ-տնտեսական Իհարկե։ խնդիրներ, եւ դրանք այո պետք է հոգալ եւ դրանք պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում եւ խնդիրների դեպքում այո այս մարդիկ պետք է իրացնեն խաղաղ հավաքների իրենց իրավունքը բարձրաձայնելու այդ խնդիրները եւ պահանջելու դրանց լուծումներ, հա, սա անխոս է, սա քննարկման ենթակայել չէ, բայց ինչու է հարցը դառնում քննարկելի եւ գալիս օրակարգ, որովհետեւ այդ հավաքների կազմակերպիչները արագ այդ սոցիալական հարցերի, այսպես ասենք, պատճառաբանությամբ նման հավաքները սկսում են վերածել քաղաքական շարժումների, հետապնդելով ինչ-ինչ քաղաքական օգուտներ դրանից եւ ինձ համար օրինակ պարոն Մեհրաբյան, այստեղ նաեւ պատահական չէր, որ այդ հանրահավաքը տեղի էր ունենում Գյումրու ընտրությունների նախաշեմին, հա, եւ հետո այդ հավաքի ընթացքում հնչած հայտարարություններից հետո Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքեց, ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Արտգործնախարարությունը ասում է, որ քանիցս հայտարարել ենք Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման, այդ թվում այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Ուրեմն Արցախի տեղեկատվական շտաբը եւ ոչ միայն Արցախի նախկին եւ, չգիտեմ, գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ արձագանքել են։ Հիմա ես այդ արձագանքի ընդհանուր համատեքստն եմ ձեզ ներկայացնելու։ Արցախի հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում երկրի ղեկավարը լիազորված չէ լուծարել հանրապետությունը։ Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը, հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի եւ իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է։ Արցախի այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում։ Այսպես կոչված հրամանագիրը որպես փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում եւ չի հրապարակվել պաշտոնապես։ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից եւս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Պարոն Մեհրաբյան, նախ նշենք, որ Շահրամանյանը չի տեղափոխվել Երևան, այլ փախել է այն երկրից, որի կառավարումը, անվտանգությունը եւ պաշտպանությունը սահմանադրորեն ստանձնել է իրականացնել։ Հիմա սկսենք հերթով, հա։ Առաջին հարցը նախ այսպես ընդհանրական, էլի, ես չգիտեմ սրան ինչ բնորոշում տամ, այս տգիտությունը, այս միտումնավոր վարքը, այս անհասությունը ի վերջո վերջ ունենալու է թե ոչ, եւ հետո Նաև անպատասխանատվությունը։ եւ ինչու Արցախի ազգային ժողովը մինչեւ այսօր չի գումարում նիստ, ինչը տարբեր հարցերի վերաբերյալ անում է, առ ոչինչ ճանաչում այդ հրամանագիրը եւ իմպիչմենտի գործընթաց սկսում Շահրամանյանի դեմ։ Չէ, մենք կարծում եմ մենք տեղափոխվում ենք մի դաշտ, որը այս պահի դրությամբ իրավաբանորեն առ ոչինչ է։ Եվ այդ ինչ տեղեկատվական շտաբ էր, այդ ինչ Արցախի տեղեկատվական։ Հա, բայց այդ ով է, չէ, հասկացանք, այդ ինչ անուն ասեք կարելի է դնել, այդտեղ ովքեր են այդ մարդիկ։ Այդ ինչ կանտորա է։ Այս հարցերը պետք է իրանց պատասխաններ ստանան շատ հստակ։ Անուն, ազգանունը, հեռախոսի համարը ո՞րն է։ Դե ասելով հնչի։ Մեկ, երկրորդը, այո, մարդիկ հավաքվել են, մարդիկ, ովքեր եղել են էթնիկ զտման զոհեր, որոնց սոցիալական հարցերը այս պահի դրությամբ, հա, գլոբալ առումով լուծված չեն, եւ մարդիկ հավաքվել են բարձրաձայնելու այդ մասին։
Ուրեմն ասեմ, շատ ճիշտ էլ արել են, որ հավաքվել են, բայց այստեղ դնում ենք վերջակետ։ Հետո այդ ամենի գլխին փորձում են տեր կանգնել ինչ-որ մի խումբ շատ հայտնի, ավել կամ պակաս պարազիտներ, ովքեր փորձում են այդ ամեն ինչից ձևավորել թե ներքաղաքական կապիտալ եւ հանձնել Հայաստանը 20 տարի իշխած կրիմինալ դիկտատուրայի պարագլուխներին հանձնելու պայմանով տարբերակ մեկ եւ երկրորդը, քանի որ դրանք էլ Զորի Բալայանի մխտրած ուղեղներն են, հա, նաեւ իրենց այդ քաղաքական հայրիկին որպես սայլին կամովին լծված ավանակի դերում են հանդես գալիս։ Այսինքն շատ պարզ այն իրողությունն է, որ Ռուսաստանն այսօր մեր դեմ տարիների վեր վարում է հիբրիդային պատերազմ, իրենք այս հիբրիդային պատերազմի ընթացքում փորձում են այս մարդկանց հավաքվելու փաստը վերածել այդ հիբրիդային պատերազմի գործիքի ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրության։ Ահա թե ինչ է տեղի ունենում։ Իսկ այդ տեղեկատվական շտաբ եւ այլ թող այդ անուններով գնան Զորի Բալայանին տպավորեն, հա։ Եվ այդ տեղեկատվական կամ մերձ տեղեկատվական խուլիգանությունով թող որևէ մեկին որևէ բան չփորձեն ապացուցել։ Այդ մեկ, երկրորդը, այս դիսկուսիաները թե ինչ, ոնց եւ այլ, դրանք ոչ մի բանի մասին են։ Այդ նույն Շահրամանովը, չէ, որ Երևանի մեջտեղ է կանգնած, ինչ որ չգիտեմ ում գլուխներ ուզում ջարդեր, չէ, այդ բաները գնացեք Շահրամանովին բացատրեք։ Այդ ամենը այսօր այո հրամանագրով լուծարված է։ Ի վերջո, բանակցային գործընթացը, որը հիմա տեղի է ունենում մի պատերազմից հետո, որում պարտվել է ոչ թե Ադրբեջան։ Մենք սա պետք է հասկանանք, եւ մենք պետք է հասկանանք մեր հնարավորությունների չափը։ Հա, թե չէ կարելի է ուզել ամեն ինչ ուղեղն անջատած մեկ եւ երկրորդը իրենց չեն սովորացրել, որ երբ ուզում ես ամեն ինչ եւ միանգամից ստանում ես ոչինչ, բայց կամած, հա, եւ այլն։ Հիմա սոցիալական հարցերը լուծելու համար ճիշտն ասած այստեղ նաեւ լուրջ այսպես դիսկոմունիկացիա կա կառավարության եւ Հայաստանում ապաստան գտած արցախցիների միջև։ Ի վերջո, կառավարությունը որևէ համապարփակ բան չի ներկայացնում, թե ինչպես է տեսնում հարցի լուծումը, ահա սա սկիզբն է, սա վերջ։ Բնականաբար, այդ հարցերը լուծելու համար անհրաժեշտ է մեծ գումար եւ Հայաստանն այո պետք է նաեւ միջազգային դոնորներին այս հարցով դիմի։ Որովհետև այո, Հայաստան ժամանած արցախցիներից հազարներով կան հաջողության պատմություններ Հայաստանում։ Խոսքը վերաբերվում են պարզ մարդկանց մասին, ովքեր ամեն ինչ կորցրել էին այնտեղ եւ Հայաստան ժամանելով մեկը մի խանութ է վերցրել, մյուսը ինչ որ իր արհեստն է այստեղ ուրեմն գործածում, մյուսը ինչ որ աշխատանքի է անցել ինչ որ մի ընկերությունում կամ պետական հաստատությունում։ Այո, այդպիսիները կան նաև մամուլում, հա,
Ես գոնե ճանաչում, այո, աշխատում են հիմա Երևանում եւ իրենց լրագրողական գործունեությունն են վարում, կան հասարակական կազմակերպություններում, իրենց ֆունկցիաներն են կատարում եւ այլ։ Եվ վստահաբար այդ մարդիկ ը, նման միտինգների չեն գալիս։ Եվ այդ միտինգի դիջեյներին էլ ընդհանրապես մարդատեղ չեն դնում, ճիշտ է նա։ Հիմա անհրաժեշտ է, անհրաժեշտ է, այո, միջազգային դոնորների հետ ինչ-որ հարցերում էլ, այո, նաև պայմանավորվել։ Այո, Հայաստանի Հանրապետությունը իրենց պետությունն է, բայց այդ ամեն ինչի իմաստ ունի խոսել այն ժամանակ, երբ նրանք դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Նրանք ասում են, այդ ժամանակ բա մենք տուն վերադառնալու հնարավորություն չենք ունենա։ Շատ լավ, ասենք թե ունեցակ, ի՞նչ ա լինելու։ Գնալու եք դառնաք Ադրբեջանի քաղաքացի։ Նա որ դառնայիք, էլ էս պատմությունը չէր լինի։ Թե սպասում եք ինչ որ չգիտեմ ով գալու է Ադրբեջանի ձեռքից վերցնի Ղարաբաղը ուժով, հա, դռները բացի ու ձեզ ասի էստի համեցեք, հազիվ թե։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում հարյուր հազարավոր ծագումով եւ Արցախցի կա եւ Ուտիլցի կա եւ Ադրբեջանի սովետական Ադրբեջանի այլ տարածքներից ծնունդով մարդիկ հարյուր հազարներով են Հայաստանում եւ ինտեգրված են։ Այդպիսին են հարյուր հազարավոր վանեցիներ, հարյուր հազարավոր կարսեցիներ ժամանակին, հայրենադարձներ հարյուր հազարավոր եւ Հայաստանի Հանրապետությունը, այո, այդպիսով դարձել է Հայաստանի հայ ժողովրդի պետությունը այն մասի, ով իր ապագան կապում է իր պետության հետ։ Ով էլ ոչ, դե սկզբից դառնում է սփյուռքահայ, իսկ հետո ձուլվում գնում է։ Սրանք են այն այլ ընտրանքները, որոնք կան։ Հետևաբար, այո, Հայաստանի Հանրապետությունն իր դռները բաց է արել բոլոր արցախցիների համար, անելով եւ տալով այն, ինչ հնարավոր է տալ, ինչ իր ձեռքը կա, ինչ ունի չի տալիս։ Տաները փակել, պահել է, արցախցիներին տուն չի տալիս։ Դա էլ այդպես չի։ Պետությունը այո պետք է աջակցի այդ ադապտացիայի ծրագրերին, հա, այդ վերապատրաստման, չգիտեմ, մասնագիտացման, նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ այլն։ Այո, հիպոթեք ապահովի, այո, սուբսիդավորի ինչ որ չափով տոկոսներ, մարդկանց գործով ապահովի, որ մարդիկ կարողանան իրենց պահել եւ կարողանան իրենց վաստակով, այո, նաեւ իրենց տունը կառուցել կամ տունը գնել եւ այլն։ Իսկ հիպոթեքն էլ նրանով է լավ, որ դու միանգամից ես գնում տուն, իսկ հետո արդեն աշխատանքովդ փակում ես այդ գումարը, հա, այնքան ինչքան արժի, արդեն բանկի հետ քո հարաբերություններն։ Բայց էլ եմ ասում, այս ամենը հնարավոր է, երբ դու դառնում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա է ամեն ինչ։ Այն ամենը, ինչ կարելի է անել հիմա։ Երկրորդը, երբ մարդիկ գալիս ասում են կառավարությունը, կառավարության ղեկավարը սևացրեց մեր կյանքը։ Հիմա մենք պետքա սևացնենք նրա կյանքը։ Հայաստանի Հանրապետության կառավարությանն էլ, կառավարության ղեկավարին էլ կարելի է հազար ու մի հարցեր ունենալ եւ պատճառներ ունենալ նման հարցեր ունենալու, բայց սա այդ պատճառը չի։ Գնացեք եւ սևացրեք ձեր այն աղբակույտի կյանքը, հա, որը քամեց եւ Ղարաբաղը
այնտեղ տեղում եւ նաեւ Հայաստանի Հանրապետությունը փռելով ռուսների ոտների տակ քամեց Հայաստանը կարողություններից զրկելով եւ բերելով ամենը նրան, ինչին բերեց։ Այ գնացեք նրանց կյանքը սևացրեք, եթե սևացնելու այդպես ցանկություն ունեք։ Դա մեկ։ Երկրորդը հրապարակ մի բերեք արտաքին քաղաքական օրակարգ, որը ձերը չի։ Մեր վրա ռուս մի բերեք, պարզ լեզվով եմ ասում։ Ուղիղ տեքստով։ Մեզ վրա ռուս չբերեք։ Դա ձեզ թույլ չի տրվելու։ Ընդ որում սա վերաբերվում է նրանց, ովքեր այս ամենից հետո էլ դեռ չեն հասկացել, հա, որ ամենալավ ռուսը Կովկասյան լեռներից այն կողմ գտնվող ռուսն է, ոչ թե այս կողմ։ Դե էլ եմ ասում, պայմանական եւ հավաքական Զորի Բալայանը, երբ որ մխտրել է ուղեղներ, այ այս թեմայով էլ մխտրել։ Եվ մի բան էլ, այսօր Հայաստանի Հանրապետության համար բացարձակ առաջնահերթություն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ընդ որում, այս process-ը տեղի է ունենում մի պայմանում, երբ Ադրբեջանը չի ուզում դա ստորագրի, բայց ուզում է իր չստորագրելու, իր չուզելու մեղավորը եւ պատճառը լինի Հայաստանի Հանրապետություն։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունն էլ չի ուզում եւ չի ուզենալու այդպիսի պատճառ տալ Ադրբեջանին։ Եթե դուք փորձելու եք այդպիսի պատճառ ծառայել Ադրբեջանին, կներեք, տենց հարց չի լուծվում։ Հայաստանի խաղաղությունը պետք է դա ոչ թե նախապատվության հարց է կամ քաղաքական ճաշակի կամ էլ ասենք մարդկանց խելքը չի հասնում, հա, այլ որովհետև Հայաստանը կամ պետք է զարգանա, կամ Հայաստանը կմեռնի, դա եք ուզում։ Մենք ձեզ թույլ չենք տա, դուք դա ուզեք, ոնց բացատրենք ձեզ։ Ոչ ձեզ, ոչ ձեր սիրելի ռուսին, իհարկե ոմանց էլի բոլորին չի վերաբերվում։ Լավ, ձեր Զորի Բալայանի սիրած ռուսին։ Եվ այլ։ Պարոն Մեհրաբյան, Արցախի ներկայացուցիչներից մեկը ասում էր, որ հիմա ճիշտ եւ շատ լավ ժամանակն է, որպեսզի ընդհանուր պատկերավոր եմ ասում, Ռուսաստանի հետ այսպես ասենք ջերմ հարաբերություններ, իսկական այսպես գործընկերային հարաբերությունները տաքացնել, զարգացնել, որպեսզի Արցախը վերադառնա իր իրական տերերին։ Ես չեմ ասում, այս մարդիկ էշի եւ ապուշի տեղ են դրել արցախցիներին, թե ում, ես չեմ հասկանում։ Չէ, սա էլ եմ ասում, Զորի Բալայանի, հա, մխտրելու արդյունքն է։ Այն նման թերմաշներ բուծելը, այո, դրա արդյունքն է։ Այդ տենց անուղեղներն էլ հիմա ասենք գնացել ու հարյուրներով զոհվել են Ուկրաինայում, դառնալով ռուսական ռազմական մեքենայի միս։ Ինչի, որովհետև ուղեղ չունեն։ Ինչ ասեմ, ողբալի է, երբ հանդիպում ես նման մտածողությամբ մարդկանց կամ լսում ես նման մարդկանց արտաբերած խոսքերը, որը ոչ մի բանականության մեջ չի տեղավորվում, ոչ մի ձևով։ Ինչ ասեմ, եթե այդքան աչքներիդ լույս ա տվել, գնացեք Դոնբաս, օրինակ։ Այն հավաքագրում են, փող են տալի, մեքենա են տալիս եւ այլն։ Թե ուզում եք Հայաստանը Դոնբասի վերածեք, մենք ձեզ դա թույլ չենք տա, ոնց բացատրեմ։ Թույլ չենք տա։ Ու մեզ մի ասեք ինչի ժամանակն է, ինչի ժամանակը չէ։ Ու մանավանդ նման բովանդակությամբ, թե ինչի ժամանակն է։ Ու առնվազն էլի այդ Արցախի վերնախավը, որ այսօր տաքուկ իրենց լավ պայմաններով ծավալել է
եւ նաեւ նրանց այստեղ սատարող հանրապետականներ եւ այլն, չգիտեմ, մեռելացին էս ուժերը, հա, հայտարարություններ են տարածում, խոսելով հայրենիքը, 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 մեկը չի ասում, այ ընկերներ, այդ 2023-ի հոկտեմբերին Արցախի 200 իրավաբանական անձի հայտարարությունը, որ իրենք գերադասում են ազատությունը հայրենիքից, այդ դրանց պատասխանատվության կանչում եք, այդ հայտարարությունը հարց տալիս եք, ինչու եք արել, որ գաք ստեղ եւ գոռակ հայրենիք։ Պարոն Ոսկանյան, նախ եկեք տերմիններ ճշտենք։ Դուք նրանց ոնց անվանեցիք վերնախավ, հա։ Դե կներեք էլի, դրանք ինչ վերնախավ։ Արցախի վերնախավն էր Հանճարեղ Լեոն, հա։ Արցախի վերնախավային հարյուրավոր այն երևելի տղերքը, ովքեր Արցախի համար կամավոր գնացին կռվելու, զոհվեցին, վիրավորվեցին, կամ ողջ առողջ վերադարձան խաղաղ կյանքի, ազնիվ ձևով, առանց ուրիշի հացը ուտելու, ծառայեցին մեր երկրին, հա։ Արցախն էլ էր մերը, այո, մենք էլ երաշխավորում էինք այդ մեր պատմական հայրենիքի մի մասի անվտանգությունը որքան կարողանում էինք։ Ժամանակին, այո, ես էլ կամավոր գնացել եմ այնտեղ։ Այդ այո, այդ ամեն ինչ է եղել եւ կարողացել ենք այնքան, ինչքան կարողացել ենք, հա։ Ես գնացել եմ օգտակար լինելու համար այս տրամաբանությամբ, հա, Արցախի վերնախավը նրանք են։ Սրանք մի այն առանձնահատուկ կենսանյութն են, որոնք միշտ թռնում են ջրի երես եւ դրանով ոչ լավագույն եւ ոչ այնքան պիտանի կենսանյութը, հա, որոնք թռնում են ջրի երես եւ գտնվում են ջրի երեսին։ Դա վերնախավ չի կոչվում։ Դա կոչվում է թերմացք։ Պարզա։ Եվ դրանից էլ, այո, թերմացքին վայել նման տվայտանքներ, մտքեր, անպատասխանատու բարբաջանք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դրանք պարազիտներ են։ Պարազիտ։ Ուրիշ ոչ մի բան։ Բայց էլ եմ ասում, այս ամենը դեռ շարունակում է չկորցնել իր ակտուալությունը, քանի Հայաստանի կառավարությունը այս ամենին այսպես մի ավարտուն ձև չի տալիս այս հարցի լուծմանը, հա, ժամանակացույցի ձևով, հա, այստեղ սկսում է, այստեղ վերջանում է, մարդիկ հասկանան ինչից հետո ինչ է գալիս։ Եվ քայլերի ինչպիսի հերթականությամբ պետք է գնալ եւ հասնել հարցի վերջնական լուծմանը։ Ես գոնե այնպիսի տպավորություն ունեմ, որ մարդիկ ուղղակի չգիտեն ինչ անեն։ Եվ այս անորոշության վրա էլ, այո, երեկվա պարազիտները հիմա էլ դրա վրա են պարազիտանում այսօր։ Եվ դրա վրա պարազիտանալով էլի մեզ վրա ռուս են բերում այն հույսով, որ ռուսը կգա եւ այս երկիրն իրենով կանի, իրենք էլ, ասենք, այդ պայմաններում, այդ գուբերնիայում կաշխատեն, ասենք, բուֆետչիկ, օրինակ, հա, եւ կկատարվի ապուշիս երազանք, օրինակ։ Ասել եմ ասում, նման այդ մարտնչող սակավամիտներին տեղ չտալու համար, այո, կառավարությունը անելիքը պետք է մինչև վերջ անի, բայց մենք դրա մասին խոսել ենք, որ այո, մեր երկրում իրավիճակը հաճախ պայմանավորված է նրանով, որ մենք դարձել ենք կիսատ որոշումների մի համալիրի, հա, այսպես մի պատանդ, ոչ մի բան մինչև վերջ չենք հասցրել։ Կիսատ, պռատ, աշկաչափով, փինաչի եւ այլ եւ այլ։ Հետո էլ վարչապետն էլ ասում է դե բա կադրես չունենք։
Սանտեխնիկն էլ է փինաչի, դե մինիստրն էլ է փինաչի, չեք ուզում։ Վերջ։ Էլ ասելիք չունենք, անելիք չունենք։ Այդպես կլինի։ Պարոն Մերհաբյան, արցախցիների իրավունքների նկատմամբ թեկուզ վերադարձի իրավունք եւ այլն, ինչ եք կարծում։ Հենց Արցախի ներկայացուցիչները պետք է շարունակեն պայքարել այդ հարցում, Հայաստանն էլ որպես Տեսեք, ես իհարկե այդ միջավայրում ձայնի իրավունք չունեմ, որովհետև ես ինքս արցախցի չեմ, հա, բայց ես մոտավորապես հարցն այդպես եմ պատկերացնում։ Այո, մանավանդ երբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են նաև այն կետը, ըստ որի միջպետական հայցերը հետ են վերցնում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը անդամակցել է Հաագայի միջազգային քրեական դատարանին։ Դատարան, որը հետաքննում է մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, ցեղասպանության հանցագործությունները։ Այդ դատարան կարելի է դիմել նույնիսկ անհատապես կամ խմբերով։ Հայաստանում կա 100,000 շատ ուղիղ տուժած իրավաբանորեն բառիս իրավաբանական իմաստով շատ կոնկրետ տուժած իրենց պատմություններով, իրենց ասես փաստացի ապացույցներով։ Ես կարծում եմ, որ ճանապարհն այն է, եւ ընդ որում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող նրանց արգելել, որ ասի չէ, դատի մի տուր։ Նման բան չկա, չի կարող։ Եվ Ադրբեջանն էլ չի կարող ասել Հայաստանի Հանրապետության կառավարություն ինչու նրանց չես արգելում, որ մեր պայմանավորվածությունները կատարվեն, հա։ Չկա նման բան։ Հայաստանը միջպետական հայցերի վրա Հայաստանի կառավարությունը, հա, ցանկացած ունի իշխանություն։ Որևէ անհատ տուժածի կամ տուժածների խմբի նկատմամբ որևէ կառավարություն չի կարող ունենալ իշխանություն դատի տալու կամ դատի չտալու։ Մարդն ինքն է որոշում։ Այո, այդ հարցերը պետք է ներկայացվեն։ Այդ փաստահավաք մեծ ծավալ աշխատանք է արվել իրավաբանների տարբեր կազմակերպությունների կողմից։ Ընդ որում ուզում եմ ասել, որ դրանք ռուսներ չեն, դրանք Ռուսաստանում չեն։ Հա, մի հատ աչքերները մի հատ էս աշխարհի վրա մի լայն բացեք։ Աշխարհը կլոր է, հա, եւ ունի 4 կողմ, այլ ոչ թե միայն հյուսիս։ Եվ այլ։ Հետևաբար, այո, պետք է այդ մասին հիշեցնել։ Եվ որևէ մեկը իրավունք չունի արգելել ցանկացած տուժածի այդ հարցը բարձրացնելու։ Բայց էլ եմ ասում, այդ ամենը չպետք է որևէ ձևով Հայաստանի համար միջազգային խնդրեմ ստեղծի իր հարևանների հետ կամ իր բարդ հարևաններին առիթ տա իրենց ցանկության բացակայության մեղքը բարթել մեզ վրա։ Այս բաները պետք է հասկանալ։ Շնորհակալ եմ, պարոն Մերհաբյան։ Համեցեք։ Ընկերներ, զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր։